Միացյալ Նահանգների դրոշի ներքո նավարկող նավը մտել է Կուբայի ջրային տարածք ու կրակ բացել։ Կուբացի սահմանապահները պատասխան կրակ են բացել ու սպանել նավի վրա գտնվող 4 անձի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ առիթը բաց չի թողել իրեն գովելու համար։ Նա բարձր է գնահատել իր նվաճած տնտեսական ցուցանիշները եւ հայտարարել է Ամերիկայի ոսկե դարի մասին։ Նա խոսել է նաեւ Իրանի մասին, ասելով, որ թույլ չի տա, որ աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորը միջուկային զենք ունենա։ Իրանի թեմային է անդրադարձել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Եթե ձեզ իրականում հետաքրքրում է խաղաղ միջուկային ծրագիրը, կարող եք դա անել այնպես, ինչպես աշխարհի երկրների մեծ մասն է անում։ Այսինքն նրանք ունեն վերգետնյա ռեակտորներ եւ ներմուծում են վառելիքը։ Բայց երբ դուք ասում եք մենք ուզում ենք հարստացնել ուրանը, նաև հրթիռներ եք ստեղծում, որոնք կարող են մարտագլխիկներ կրել։ Դա նման չէ մի երկրի, որը հետաքրքրված չէ զենք արտադրելով, ասել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ խոսել է այն մասին, թե ինչ կլինի, եթե Միացյալ Նահանգները սպանի Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Անհրաժեշտության դեպքում նոր առաջնորդ կընտրվի։ Դրա հետ կապված որևէ խնդիր չունենք, ասել է նա։ Հնդկաստանը հաստատակամորեն կանգնած է Իսրայելի կողքին, թե հիմա, թե ապագայում, հայտարարել է Իսրայելում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Քնեսեթում ելույթի ժամանակ։ Հնդկաստանն ու Իսրայելն այլ պետությունների հետ կկառուցեն երկաթե դաշինք ընդդեմ ծայրահեղական իսլամի սպառնալիքի։ Այդ մասին էլ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանում ահաբեկչական հարձակում է կանխվել, հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը։ Տղամարդը պլանավորում էր այրել ինքնաթիռը Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հրամանով, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների թիվն աճել է, ինչն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ձեռքի գործն է։ Անհայտ անձինք Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի գրասենյակի դրամարկղից գողացել են ավելի քան 500,000 զլոտի, մոտավորապես $141,000։ Նշվում է, որ կողոպուտին կարող են ներգրավված լինել նախագահական գրասենյակի մի քանի աշխատակիցներ։ Բրազիլիայում հորդառատ անձրևները ջրհեղեղներ ու սողանքներ են առաջացրել, մահացել է 30, անհետ կորել 39 մարդ։ Բալիում էլ օձերը փողոց են դուրս եկել, չդադարող անձրևների եւ ջրհեղեղի հետևանքով նրանց բները ջրով են լցվել եւ սողունները փնտրում են համեմատաբար չոր վայրեր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։